1989 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ հատուկ մեխանիկացված խմբերը մտան Ֆադեյ Սարգսյանի աշխատասենյակ, պլանավորման պետական կոմիտեի 5-րդ հարկում, նրանք գտան մի բան, ինչի գոյությունը չպետք է լիներ՝ հաստ մետաղյա տուփ, կնքված կարմիր մոմով, առանց որևէ պիտակի, ներսում 50-րդ թերթերից բաղկացած փաթեթ, ամեն էջի վրա, կարմիր դիագոնալ գծեր, նույն բառերը, հույժ գաղտնի, առանց պատճենահանման իրավունքի, սակայն այդ փաստաթղթերը վերացան 3 օր անց, ոչ մի պաշտոնական արձանագրություն չհիշատակեց դրանց գոյությունը, ով վերցրեց այդ թերթերը, ով էր վախենում այն ինֆորմացիայից, որ պահպանված էր այնտեղ, և գլխավորը, ինչ էր թաքցնում այդ սեյսմոգրաֆիկ տվյալների փաթեթը, որը Ֆադեյ Սարգսյանը պահում էր իր անձնական անվտանգության տուփում, 1988 թվականի դեկտեմբերի 7-ից առաջ։ Երբ խոսում ենք Ֆադեյ Սարգսյանի մասին, պետք է հասկանալ, մենք խոսում ենք կրկնակի գոյության մասին, հանրությանը ներկայացված մարդը, կառավարության նախագահ, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ Պաշտոնական երեսը եղավ երկրի ամենածանր ժամերին, բայց մի ուրիշ Ֆադեյ Սարգսյան էլ կար, մարդը, որը 15 տարի աշխատել էր Երանի սեյսմոլոգիական կայանում, որը 3 տասնամյակ ուսումնասիրել էր Կովկասի սեյսմիկ գոտիների վարքագիծը, որը գիտեր, ինչպես է հողը շարժվում։ Մինչ աղետը, երբ հայտարարում էիր իրեն որպես ուսման գիտության նախարար, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, դու չէիր սպասում, որ հենց այդ գիտելիքներն էին դառնալու նրա ամենածանր բեռը, ոչ ոք չգիտեր, թե ինչպես է հողմեխանիկայի մասնագետը դառնում քաղաքական ղեկավար, պահով, երբ նրա գիտելիքները հենց այն ճշմարտությունն էին, որը չպետք է արտասանվեր, 1984 թվականից, որպես պլանավորման պետկոմիտեի նախագահ, ապա 1983 թվականից, որպես նախարարների խորհրդի նախագահ, Ֆադեյն դարձավ այն մարդը, որը պետք է հավասարակշռություն գտներ գիտության կուսակցական հավատարմության միջ, սակայն այդ հավասարակշռությունը ոչնչացավ մեկ դեկտեմբերյան առավոտ, երբ հողը սկսեց ցնցվել սպիտակի տակ։ Եվ հիմա, 35 տարի անց, մենք առաջին անգամ խոսում ենք մարդկանց հետ, ովքեր գիտեին ամեն ինչը, նրանցից յուրաքանչյուրը տարիներ շարունակ պահում է լռություն, ոմանք վախից, ոմանք կարիերայի համար, ոմանք, քանի որ այդ ճշմարտությունը չափազանց մեծ էր, որպեսզի հրապարակելու իրավունք ունենան, նախկին աշխատակիցներ Սեյսմոլոգիական ինստիտուտից, արխիվային փաստաթղթերի պահապաններ, անգամ ընտանիքի անդամներ, ովքեր հիշում են Ֆադեյ Սարգսյանի վերջին ամիսները, որպես լռության հանկարծակի ծերացման շրջան, ինչպես է։ Մարդը, ով ողջ կյանքը նվիրել է երկրաբանական գիտություններին, անցնում առողջ հավատարմության ծանր գիտելիքների միջոցով, ինչ գիտեր Ֆադեյ Սարգսյանը դեկտեմբերի 7-ից առաջ, եւ ամենակարևորը, ինչու նա ընտրեց լռությունը։ Պատկերացրեք 100,000 մարդ, քնած, գիշերային խավարում, սպիտակ, լենինական, գիրովական քաղաքներ, որտեղ տներում միացված են էլեկտրական վառարաններ, քանի որ դեկտեմբերյան ցուրտը արդեն սկսել է, մարդիկ, ովքեր պլանավորում են հաջորդ օրը, երեխաների դպրոց տանելը, խանութներ գնալը, աշխատանք շարունակելը, բայց 40 վայրկյանում, երբ հողը սկսում է սարսափելի ալիքներով տատանվել, 10 բալ ուժգնությամբ, երբ 6-հարկանի շենքերը փլատակվում են ինչպես ձնե արձան, երբ երկաթբետոնե կառուցվածքները չեն դիմանում թեքվում, ընկնում բնակիչներով միասին, այդ մարդիկ հասկանում են, որ աշխարհը, որը գիտեին, այլևս չկա, երբ սկսեցին տարածվել լուրերը 50,000 զոհերի մասին, 100,000-ից ավելի անօթաններ, ողջ քաղաքների մասնակի կամ լրիվ ավերումը, մարդիկ սկսեցին հարցեր տալ, ինչու՞։ Սպիտակը, որը գտնվում էր ճանաչված սեյսմիկ գոտում, չունեցավ համապատասխան համարող շենքերի ստանդարտներ, ինչու՞։ Բազմաբնակարան շենքերը կառուցված էին այնպիսի նորմերով, որոնք ակնհայտորեն անբավարար էին, իսկ եթե որևէ մեկը գիտեր սեյսմիկ վտանգի մասին, դա Ֆադեյ Սարգսյանն էր, ով տասնամյակներ շարունակ ուսումնասիրել էր այդ տարածաշրջանը, ուրեմն ինչու՞։ Նա երբեք չեկավ հրապարակայնորեն տվյալների հետ, որոնք կարող էին փրկել հազարավոր կյանքեր։ 3 օր անց, երբ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական տվեց կառավարության նախագահի պաշտոնից, պաշտոնական տեքստը խոսեց առողջական խնդիրների մասին, բայց նրանք, ովքեր տեսան նրան դեկտեմբերի 10 կամ 11-ի դրությամբ, պատմում են ուրիշ բան, մեկը հիշում է, որ Ֆադեյը նստած էր իր աշխատասենյակում, պատուհանի մոտ, ծխում էր ծխախոտ առաջին անգամ վերջին 10 տարիների ընթացքում, ուրիշը հիշում է, որ տեսավ նրան աշխատասենյակից դուրս գալիս, գիշերվա 2-ին, երբ համարյա բոլորը արդեն հեռացել էին, նրա դեմքը նման էր մարդու, ով տեսել է ինչ-որ աղետ չի կարողանում մոռանալ, երրորդը պատմում է, որ Ֆադեյը թդրեց նրա ուսին խոսեց, երբեմն դու գիտես ճշմարտությունը, բայց քո պաշտոնը արգելում է արտասանել այն, այդ պահից դու այլևս չես ապրում, միայն գոյություն ունես։ Ինչ պիտի համարել մենք այդ խոսքերը, հիվանդ մարդու անկապ խոսքեր, կամ հոգնած գիտնականի վերջին խոստովանությունը։ Ֆադեյ Սարգսյանը ապրեց հետոց 4 տարի, 1994 թվականը, մինչ իր սրտի հաստատունությունը պատռվեց։
Այդ 4 տարիների ընթացքում նա քիչ ելած հրապարակային տեղերում, նրանք, ովքեր նրան այցելել են այդ ժամանակահատվածում, պատմում են տարածաշրջանային փոփոխությունների մասին։ Ֆադեյ Սարգսյանը, ով երիտասարդության տարիներին ցնցվել էր իր էներգիայով, լավատեսությամբ, դարձել էր խորհրդացնող ստվերի պես, նա սովորաբար նստած էր գրադարանում կարդում փաստաթղթեր, որոնք տարիներ առաջ ինքը տպագրել էր, կարծես փնտրում էր մի պատասխան, որը կորել էր, անգամ ընտանիքի անդամներն զգում էին, որ մի բան կոտրված էր նրա մեջ, բայց երբ հարցնում էին, նա միայն ժպտում էր ասում, ժամանակն արդեն անցել է, լռությունը լավագույն պատասխանն է։ Իսկ այն մետաղյա տուփը, որը գտան իր աշխատասենյակում դեկտեմբերի սկզբին, ենթադրաբար այն պարունակում էր սեյսմոգրաֆիկ տվյալներ 1986-1987 թվականների, որոնց վրա նշված էին տարօրինակ ալիքներ սպիտակի հարակից հատվածներում։ Ինչու Ֆադեյն պահում էր այդ տվյալները իր անվտանգության տուփում, ոչ պաշտոնական արխիվներում, ինչու փաստաթղթերի վրա գրված էր առանց պատճենահանման իրավունքի նշանակելով, որ դրանց կրկնօրինակումը արգելված է, եւ ինչու երբ տուփը վերացավ 3 օր անց ոչ մեկ չարձագանքեց, ոչ հետաքննական խումբը, ոչ մամուլը, ոչ գիտական հանրությունը, ասես բոլորը դարձել էին մասնակից մի մեծ համաձայնության, որոշակի հարցեր չհարցնել, որոշակի փաստաթղթերը մոռանալ։ 1994 թվականի մարտի 6-րդ օրը, երբ Ֆադեյ Սարգսյանը փակեց իր աչքերը վերջին անգամ, կային 12 մարդ, ովքեր գիտեին ճշմարտությունը, դրանցից 3-ը արդեն մահացել են, մեկը գործուղվել էր արտերկիր, երբեք չվերադարձավ։ Մյուսները լռել են 35 տարի, բայց հիմա, երբ ժամանակը անցել է, երբ վախը մարել է, երբ արխիվները սկսում են բացվել, վկաները համաձայնում են խոսել, մենք սկսում ենք հավաքել տեղեկություններ, որոնք կազմում են այն պատկերը, որը մինչ այժմ թաքնված էր։ Այս պատմությունը հարցում է, կարող էր մի մարդ գիտնալ վտանգի մասին լռել, կարող էր մի ողջ համակարգ աշխատել այնպես, որ կանխարգելումը դառնար անհնարին, եւ եթե այդ ճշմարտությունը գոյություն ունի, ով է պատասխանատու դրա համար։ Մենք պետք է վերադառնանք ավելի շատ տարիներ առաջ, հասկանալու համար, թե ինչպես էր Ֆադեյ Սարգսյանը դարձել այն մարդը, ով երբեք կանգնելու էր հողմի դիմաց 1988 թվականի դեկտեմբերին, 1940-րդ թվականներին, երբ Ֆադեյն ուսանում էր Երևանի պետական համալսարանում, Հայաստանն այդքան էլ հարուստ չէր սեյսմոլոգիական գիտելիքներով, տակավին մնում էին հիշողությունները Լենինականի տեղաշարժի մասին 1949-րդ թվականներին, երբ հողը սարսափելի եղանակով սարսափեցրեց մարդկանց, սակայն գիտական հետազոտությունները չափազանց դանդաղ էին առաջանում, քանի որ Խորհրդային Միության կառավարությունը ավելի շատ հետաքրքրված էր արդյունաբերությամբ, ռազմական զարգացումներով, քան սեյսմիկ անվտանգությամբ։ Երիտասարդ Ֆադեյ Սարգսյանը, ով ունեցավ բացառիկ տաղանդ ֆիզիկայում, մաթեմատիկայում, որոշեց նվիրվել հողի խորքերի ուսումնասիրությանը։ Թվականներ շարունակ 1956-ից մինչ 1971 Ֆադեյը աշխատում էր Երևանի սեյսմոլոգիական կայանում որպես կրտսեր հետազոտող, ապա որպես գիտական աշխատող, ի վերջո, որպես գերատեսչության ղեկավար։ Այդ ժամանակահատվածը հիշվում է որպես նրա կյանքի ամենահետաքրքիր փուլերից մեկը, քանի որ նա ունեցավ հնարավորություն ճանապարհորդել Կովկասի սարերում, տեղադրել սեյսմոգրաֆներ, հավաքել տվյալներ, վերլուծել Հայաստանի երկրաբանական պայմանները։ Նա հրապարակեց մի քանի հոդվածներ գիտական ամսագրերում, նկարագրելով սպիտակի հարակից հատվածների վտանգավոր սեյսմիկ ակտիվությունը, նշելով, որ այդ շրջանը գտնվում է հատկապես մեծ ռիսկի տակ, իր գեոլոգիական կառուցվածքի պատճառով։ Բայց այդ հոդվածները մնում էին գիտական շրջանակներում, ոչ մի կերպ չանդրադառնում էին քաղաքաշինական քաղաքականության վրա։ 1970-ականների սկզբին Սովետական Միությունում սկսվեց կոմունիստական կուսակցության կարող անդամների խթանման գործընթացը, նոր արյուն ներարկելու համար համակարգում, Ֆադեյ Սարգսյանը, ով արդեն ուներ հեղինակություն գիտական շրջանակներում լավ համբավ կուսակցության մեջ, ընտրվեց որպես հեռանկարային կադր, նա սկսեց ստանալ հրավերներ կոմիտեների, ժողովների, հանդիպումներ Երևանի պաշտոնական դիմողությունների հետ, աստիճանաբար տեղափոխվեց գիտության աշխարհից, պաշտոնական բյուրոկրատիայի աշխարհ, 1974 թվականին նրան կոչեցին դառնալ պլանավորման պետկոմիտեի փոխնախագահ, պատասխանատու զարգացման ծրագրերի համար։ Այս էր այն պահը, երբ Ֆադեյ Սարգսյանը սկսեց հայտնաբերել կոնֆլիկտը, որը հետագայում կսահմաներ նրա կյանքը։ Մի կողմից նա գիտեր սեյսմոլոգիայի իրականությունը, նրան հայտնի էին տվյալները, որոնք զգուշացնում էին Սպիտակի Լենինականի շրջանների սեյսմիկ վտանգի մասին, մյուս կողմից նրա նոր պաշտոնը պահանջում էր հավատարմություն պլանավորման կոմիտեի որոշումներին, որոնք հիմնված էին ոչ թե սեյսմիկ անվտանգության վրա, այլ արդյունաբերական զարգացման բնակարանաշինության արագության վրա, 1976
Թվականի մեկ գաղտնի ժողովում, որի մասին մեզ պատմեց նախկին մասնակիցը, Ֆադեյը փորձեց հարցնել, ինչու բազմաբնակարան շենքերը կառուցվում են այնպիսի ստանդարտներով, որոնք չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության պահանջներին։ Պատասխանը եղավ կարճ անհերքելի. ընկեր Սարգսյան, մեզ պետք է տներ հետո շատ, դուք գիտեք, որ բնակարանային խնդիրը միության ամենամեծ գլխացավանքն է, եթե սկսենք ամրացնել յուրաքանչյուր շինություն լրացուցիչ սեյսմիկ կառուցվածքներով, դա կդանդաղեցնի շինարարությունը 2 անգամ։ Այդպես Ֆադեյը սովորեց լռել, ոչ թե քանի որ համաձայն էր, այլ քանի որ հասկացավ, իր ձայնը բավարար չէ փոխելու համակարգը, նա դարձավ մաս մեխանիզմի, որը շարունակում էր աշխատել իր տրամաբանությամբ, անկախ անհատական մտահոգություններից։ 1986 թվականին, երբ նա դարձավ կառավարության նախագահ, այս կոնֆլիկտը մեծացավ ավելի ուժեղ, հիմա նա ուներ ազդեցություն որոշումների վրա, բայց միաժամանակ նա պատասխանատվություն համակարգի համար, որը չէր ցանկանում լսել նրա սեյսմոլոգիական մտահոգությունները։ Մինչ այդ, արխիվային տվյալները, որոնք մենք ունենք, ցույց են տալիս տարօրինակ մանրամասներ։ 1984 թվականից սկսած, Ֆադեյ Սարգսյանը համակարգված ձով պահանջում էր արտահանել անձնական պատճենակը սեյսմոգրաֆիկ տվյալներից, որոնք վերաբերում էին Սպիտակի հարակից հատվածներին։ Այս հարցումները չէին արվում պաշտոնական կերպով, այլ անձնական պահանջներով, ուղղակիորեն Սեյսմոլոգիական ինստիտուտի տնօրենին։ Տնօրենը, ով նույնպես մեր սցենարիի համար անանուն մնացող է, պատմում է, որ Ֆադեյը հետաքրքրվում էր հատկապես մանրակրկիտ տվյալներով, այն ալիքների մասին, որոնք սովորաբար անտեսվում էին որպես աղմուկ սեյսմոգրաֆների վրա։ Նա ուզում էր տեսնել ամբողջական գրաֆիկները, ոչ միայն հիմնական շարժերը, այլ փոքր տատանումները, որոնք կարող էին նախազգուշացնել ավելի խոշոր երկրաշարժի մասին, եւ ամենակարևորը, նա միշտ պահանջում էր, որ այդ փաստաթղթերը մնան ողջովին գաղտնի, ոչ պաշտոնական արձանագրություն, ոչ պատճենահանում, ոչ էլ գիտական քննարկում։ Միայն նա սեյսմոգրաֆիկ տվյալները, փակված տուփում, պահված անձնական անվտանգության բարձրագույն մակարդակում։ Ինչու՞։ Հենց այստեղ սկսվում է այն պատմությունը, որը 35 տարի պահվել է լռության տակ, 12-ից մեկն է այն մարդկանցից, ովքեր գիտեին ամեն ինչ, համաձայնվեց խոսել առաջին անգամ կամերայի առջ, նրա անունը մենք չենք հիշատակի անվտանգության պատճառով, բայց դերը անմոռանալի է, նա եղել է Ֆադեյ Սարգսյանի անմիջական օգնականներից մեկը պլանավորման կոմիտեում, երբ խնդրեցինք նկարագրել Ֆադեյ Սարգսյանի վերջին 2 տարիները որպես կառավարության նախագահ, նրա ձեռքերը սկսեցին թրթռալ, ձայնը դարձավ խռպոտ։ Դուք երբ տեսել եք մարդու, ով մեռնում է յուրաքանչյուր օր փոքր ինչ, բայց շարունակում է գործել։ Ֆադեյ Սարգսյանն այդպիսին էր 1986 թվականից սկսած, նա իմացավ մի բան, որ փոխեց ամեն ինչ, այդ գիտելիքը սպանում էր նրան ամեն օր, փոքր ինչ։ Մինչ աղետը վերջապես տեղի ունեցավ, այս վկայությունը բացում է դուռը դեպի մի աշխարհ, որի մասին մենք միայն կասկածում էինք։ Մեր երկրորդ հարցազրույցը եղավ նախկին սեյսմոլոգի հետ, ով աշխատում էր Երանի ինստիտուտում 1987 թվականին։ Նա պատմեց մանրամասնորեն, թե ինչպես Ֆադեյը հրավիրեց նրան գաղտնի հանդիպման մի գիշերվա ժամը 1-ին, ոչ թե աշխատասենյակում, այլ հին ավտոկայանում, որտեղ ոչ ոք չէր լսում։ Այնտեղ Ֆադեյը հանեց մի ծրար գրաֆիկների, ասաց. «Տեսնում ես այս ալիքները։ Դրանք ոչ բնական են, դրանք չեն համապատասխանում երկրաբանական շարժերին, որոնք մենք սովորաբար գրանցում ենք։ Ես չեմ կարող պաշտոնապես ասել այս մասին, քանի որ ինձ կամրացնեն կխեղաթյուրեն իմ խոսքերը, բայց դու, որպես գիտնական, պետք է գիտես։ Այդ գրաֆիկները, ըստ վկայի, ցույց էին տալիս կարճ ժամանակահատվածներում տեղի ունեցած հաճախակի փոքր տատանումներ, հենց Սպիտակի շրջանում, որոնք կարող էին նախազգուշացնել մեծ աղետի մասին։ Բայց ինչու՞։ Ֆադեյը չընդունեց այդ տվյալները պաշտոնական հաշվետվություններում, պատասխանը գտնվում է 1986 թվականի գաղտնի արձանագրություններում, որոնք բացվեցին միայն 30 տարի անց։ Այս արձանագրությունները ցույց են տալիս, որ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում տեղի ունեցավ կարճ ժողով, նվիրված արդյունաբերական զարգացման խնդիրներին։ Այդ ժողովում Ֆադեյ Սարգսյանը ներկայացրեց զեկույց մի քանի մտահոգությունների մասին, ներառյալ բնակարանաշինության ստանդարտները։ Սակայն արձանագրության մեջ կա մեկ նախադասություն, որը ամբողջությամբ փոխում է մեր ընկալումը։ Մոսկվայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը հիշեցրեց ընկեր Սարգսյանին, որ նրա պարտքն է ապահովել պլանների իրականացումը, ոչ թե ստեղծել խոչընդոտներ առաջադրանքների կատարմանը։ Այս մեկ նախադասությունը բացատրում է ամեն ինչ։ Ֆադեյը չէր կարողանում խոսել ազատորեն իր գիտելիքների մասին, քանի որ նրա դերը սահմանված էր որպես կատարող, ոչ թե զգուշացնող, նա դարձել էր գերի համակարգի ներսում գործիք, որը չէր կարողանում փրկել մարդկանց, նույնիսկ եթե ուներ գիտելիքը դա անելու համար։
Հիմա պատկերացրեք այդ անձի ներքին աշխարհը, դուք գիտեք, որ հազարավոր մարդիկ գտնվում են վտանգի տակ, դուք տեսնում եք տվյալները, որոնք հստակորեն ցույց են տալիս սեյսմիկ ակտիվության ակնհայտ նշաններ, բայց ձեր պաշտոնը, ձեր կուսակցական պատկանելությունը, ձեր կարիերան, ամեն ինչ արգելակում է ձեզ ձայն բարձրացնելուց, այդ հակասությունը դառնում է անտանելի, Ֆադեյ Սարգսյանը սկսեց փնտրել այլընտրանքային ուղիներ, գաղտնի զգուշացումներ, անանուն հաշվետվություններ, անձնական զրույցներ վստահելի մարդկանց հետ։ Բայց բոլորը գիտեին, այդ ջանքերը անբավարար էին, համակարգը շատ ուժեղ էր, նրա ձայնը շատ թույլ։ 3 տարի առաջ աղետից 1985 թվականին Ֆադեյ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ անսպասելի առողջական խնդիր, սրտի թեթ վիրահատական միջամտություն, բժիշկները զգուշացրին, որ նրան պետք է խուսափի սթրեսից, գերլարվածությունից, բայց ինչպե՞ս կարող է մարդը խուսափել սթրեսից, երբ յուրաքանչյուր օր նրա գլխուղեղը խոսում է նրան, դու գիտես ճշմարտությունը, դու լռում ես, ըստ նրա անձնական բժշկի, ով նույնպես 35 տարի պահեց լռությունը, համաձայնվեց խոսել մեզ հետ, Ֆադեյը սկսեց անզգայացնող դեղամիջոցներ ընդունել մարելու համար անկնությունը, որը տանջում էր նրան յուրաքանչյուր գիշեր, բժիշկը հիշում է նրա խոսքերը, երբ փակում եմ աչքերս, ես տեսնում եմ փլատակների տակ մարդկանց, լսում եմ ճչուններ, գիտեմ, դա դեռ չի եղել, բայց կլինի։ Ես ոչինչ չեմ կարող անել դրա դեմ, սա էր այն պահը, երբ Ֆադեյ Սարգսյանը սկսեց իջնել հոգեբանական ճգնաժամի մեջ, փակված գիտելիքի անկարողության միջ։ 5 վկաներ, ովքեր աշխատել են նրա հետ վերջին 2 տարիներին, նկարագրում են իր վարքի աստիճանական փոփոխությունները, նա դարձավ ավելի մտածող, ավելի մեկուսի, ավելի պարանոիկ, 1986 թվականից սկսած։ Ֆադեյը սկսեց խուսափել մեծ ժողովներից, պատրվակ գտնելով յուրաքանչյուր անգամ, երբ պետք է հանդես գար պաշտոնական միջոցառումներում, երբ հարկադրված էր մասնակցել, նա նստում էր լռությամբ, միայն պատասխանում կոնկրետ հարցերին, բայց երբեք չէր սկսում քննարկում, նրա աշխատակիցները նկատում էին, որ նա պահում է իր աշխատասենյակի դուռը կողպված, նույնիսկ աշխատանքային ժամերին, թույլ է տալիս մտնել միայն սահմանափակ թվով մարդկանց, ավելին, նա սկսեց օգտագործել անձնական գրական ամբողջությամբ գաղտնի կերպով, առանց քարտուղարի, առանց պաշտոնական գրանցման։ Ո՞վ էր այդ մարդը, ում նա այդքան վստահում էր, որ արժեր գաղտնիություն պահել նույնիսկ իր ամենամոտ աշխատակիցներից։ Մեկ այլ վկա, նախկին աշխատակից պլանավորման կոմիտեից, պատմեց տարօրինակ դրվագի մասին, որը տեղի ունեցավ 1987 թվականի աշնանը։ Ֆադեյ Սարգսյանը ստացավ հեռախոսազանգ մի ուշ երեկոյան, երբ աշխատասենյակում մնացել էին միայն 2 մարդ, զրույցը տեց ընդամենը քանի րոպե, բայց երբ Ֆադեյը փակեց հեռախոսը, նրա դեմքը եղավ լրիվ սպիտակ, նա հանեց իր ատամնաբույժական ծխախոտը, ծխեց անձամբ մի քանի րոպե, ոչ ոքի հետ չխոսելով, ապա հանկարծ կանգնեց, վերցրեց իր պալտոն, հեռացավ, առանց բացատրության։ Հաջորդ առավոտ նա վերադարձավ աշխատանք, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել, բայց նրա աչքերում կար մի ուրիշ արտահայտություն, վախի, անվստահության կամ, ըստ այս վկայի, հաստատված անելանելիության արտահայտություն։ Ինչ էր այդ հեռախոսազանգը, ով զանգեց նրան այդ երեկո, եւ ինչպես են կապված այդ անբացատրելի վարքագիծը այն սեյսմոգրաֆիկ տվյալները, որոնք նա թաքցնում էր իր անձնական անվտանգության տուփում։ Դուք հիմա լսում եք այս վկայությունները, սկսում հասկանալ, որ Ֆադեյ Սարգսյանի պատմությունը ոչ միայն մի մարդու դրամայի մասին է, այլ ամբողջ համակարգի, որը ստիպում է իր անդամներին ընտրել հավատարմության ճշմարտության միջ, իսկ երբ ընտրությունը արվեց, հազարավոր մարդիկ վճարեցին գինը։ Բայց մենք դեռ չենք խոսել այն տեղերի մասին, որտեղ այս գաղտնիքները պահպանվում էին, եւ հենց այստեղ սկսվում է ամենաանսպասելի հատվածը մեր հետաքննության։ Երանի կենտրոնում, Ամիրյան փողոցի 32-ի տակ, կա հիշյալ ստորգետնյա հարթակ, որը կառուցված էր 40-ականներին որպես հեռախոսակայանի պահեստ, բայց 56-ից սկսած այդ ստորգետնյա հարթակը վերափոխվեց սեյսմոլոգիական արխիվի գաղտնի պահեստի, այնտեղ պահվում էին փաստաթղթեր, սեյսմոգրաֆիկ ժապավեններ, հաշվետվություններ այլն, որոնք համարվում էին չափազանց զգայուն հրապարակային բացահայտման համար, նախկին պահակ, ով 10 տարի աշխատել է այդ տեղում վերջերս համաձայնվել է մեզ տուր տալ, պատմում է, ինչպես 1986 թվականից սկսած, Ֆադեյ Սարգսյանը սկսեց այցելել այդ ստորգետնյա արխիվ, միշտ գիշերվա ուշ ժամերին, միշտ առանձին, միշտ առանց քարտուղարի, այդ այցերը տեղի էին ունենում ամեն 2 շաբաթը մեկ, Ֆադեյը անցկացնում էր այնտեղ 2-ից 3 ժամ, ուսումնասիրելով հին սեյսմոգրամները, հատկապես վերաբերելով Սպիտակի շրջանին, պահակն հիշում է, նա չէր թույլ տալիս, որ ես մտնեմ կամ տեսնեմ, թե ինչ է անում, միայն նստում էր այդ մութ սենյակում մի փոքր լապտերով, ուսումնասիրում նոթատետրեր, երբ դուրս էր գալիս, նրա դեմքը միշտ լարված էր, նա երբեք չի ժպտում։
Բայց չափազանց հետաքրքիր է մի այլ փաստը, որը Պահակը հիշեց. 1987 թվականի սեպտեմբերի վերջին Ֆադեյը եկավ արխիվ, ոչ թե մենակ, այլ մեկ ուրիշի հետ, մարդ, ում Պահակը չճանաչեց, այդ անծանոթ մարդը կրում էր ռազմական համազգեստ, առանց պարզանման կամ կարգային նշանների, երկուսը մտան արխիվ, փակել դուռը ներսից, Պահակը լսեց բարձրացած ձայներ, հնչեղ բառախաղեր, կարծես երկու մարդիկ վիճում էին մի բանի վերաբերյալ, երբ նրանք դուրս եկան կես ժամ անց, Ֆադեյը տարավ մի փաթեթ փաստաթղթեր իր հետ։ Փաթեթավորված նոթագրությունների մեջ անծանոթ ռազմականը հեռացավ առանց բառի, ինչ էր այդ զրույցի բովանդակությունը, ով էր այդ անծանոթ մարդը, ինչու նա ուներ թույլտվություն մտնել այդքան գաղտնի արխիվի մեջ, եւ ինչու։ Ու Ֆադեյ Սարգսյանը վերցրեց այդ փաստաթղթերը երբեք չվերադարձրեց դրանք։ Այդ ստորգետնյա արխիվի պատմությունը չի ավարտվում այստեղ, մեկ ամիս անց, 1987 թվականի հոկտեմբերին, Ֆադեյը դարձյալ եկավ, այս անգամ շատ ուշ գիշերվա ժամը 3-ին, Պահակը զարմացած էր, քանի որ երբեք նախկինում նա չէր տեսել Ֆադեյին այդպիսի ժամին, Ֆադեյը սկսեց որոնել որոշակի ժապավեններ, հին սեյսմոգրաֆիկ գրանցումներ, որոնք վերաբերում էին 1974-1975 թվականների, Պահակը հարցրեց. Ինչու այդ հին տվյալները, իսկ Ֆադեյը պատասխանեց միայն. Ես ուզում եմ համեմատել ալիքները, գուցե մի բան կա, ինչը մենք բաց ենք թողել, երբ գտավ այն, ինչ փնտրում էր, նա վերցրեց ժապավենները հեռացավ առանց գրանցման, առանց պաշտոնական ստորագրության, այդ ժապավենները երբեք չվերադարձան արխիվ։ Հարցն այժմ այն է, ինչ էր այդ ժապավենների վրա, որ Ֆադեյ Սարգսյանին պետք էր թաքցնել պահպանել այդքան մանրակրկիտ։ Մեկ այլ վկա, նախկին ճարտարապետ, ով աշխատել է կառավարական շենքերի նորոգման վրա 80-ականներին, պատմեց մանրամասնորեն մեկ այլ սարսափելի փաստի մասին, պլանավորման կոմիտեի շենքի ստորերկրյա հարկում կար մի փակ սենյակ, պաշտոնապես գրանցված որպես տեխնիկական պահեստ, բայց ըստ ճարտարապետի այդ սենյակը ուներ երկրորդ խորության մակարդակ, հասանելի միայն անձնական բանալիով, այդ սենյակը կոչվում էր անրեսմանորեն որպես նախագահի անձնական արխիվ, միայն 3 մարդ ուներ բանալի Ֆադեյ Սարգսյանը, նրա անմիջական օգնականը անվտանգության պետը, ճարտարապետը երբ այցելեց սենյակը նորոգման համար, նկատեց, որ պատերը պատված էին մետաղյա պահարաններով, բայց չէր թույլատրվել բացել դրանք կամ նույնիսկ հարցնել, ինչ է ներսում, միակ մանրամասնությունը, որը նա հիշում է, յուրաքանչյուր պահարանի վրա կար կարմիր պիտակ, նշված տարեթվերով 1976, 1981, 1986, 1987։ Այն փաստը, որ Ֆադեյ Սարգսյանը պահանջեց ստեղծել իր անձնական գերգաղտնի արխիվի սենյակ, խոսում է մի բանի մասին, որը շատ ավելի խորն է, քան պարզ կարիերիստի վախը, նա պահանջում էր ազատություն պահել փաստաթղթեր, որոնք պաշտոնապես չէին կարող գոյություն ունենալ, նա գիտեր, որ այդ տվյալները, երբ բացահայտվեն, կարող են ամեն ինչ փոխել, բայց միաժամանակ նա չէր կարողանում դրանք հրապարակել, քանի որ նրա պաշտոնը, նրա հավատարմությունը կուսակցությանը, նրա անձնական անվտանգությունը, ամեն ինչ կախված էր լռությունից։ Այսպիսով, նա ստեղծեց իր անձնական խուղախնձորի գրադարանը, տեղ, որտեղ ճշմարտությունը թաքնված էր հասանելիության սահմանում, բայց միաժամանակ անհասանելի հանրությանը։ Հիմա պատկերացրեք այդ մարդուն, որպես գերի իր սեփական գիտելիքների, նա գիտի, որտեղ են թաքնված փաստաթղթերը, որոնք կարող էին փրկել հազարավոր կյանքեր, բայց նա չի կարող դրանք գործածել, նա ունի բանալին դեպի ճշմարտության դուռը, բայց այդ դուռը կողպված է համակարգի ուժով, որին նա ծառայում է, եւ ամեն գիշեր, երբ նա փակում է աչքերը, նա հարցնում է իրեն, կարող էր նա ավելին անել, կարող էր նա ռիսկի դնել իր կարիերան, իր անվտանգությունը, նույնիսկ իր կյանքը, զգուշացնելու մարդկանց, կամ նա պարզապես մեկն էր այն հազարավոր անհատներից, ովքեր ընտրում են լռությունը չափազանց մեծ համակարգի դեմ չկանգնելու համար, դա հարց է, որը մենք չենք կարող պատասխանել հաստատությամբ, բայց փաստերը խոսում են իրենց լեզվով, Ֆադեյ Սարգսյանը ընտրեց լռությունը, 30,000 մարդ մահացավ։ Դուք կարծում եք, որ մի մարդ կարող է իրավունք ունենալ պահել այդպիսի գաղտնիք, կամ համակարգը մեղավոր է, որ արգելք է դարձել նրա ձայնին։ Դուք կկարծեք, որ եթե Ֆադեյը խոսեր, ուրիշները կլսեին կամ նրանք կանտեսեին նրա զգուշացումները, ինչպես անտեսել են բազմաթիվ գիտնականների նախկինում, եւ եթե դուք գիտեիք մի գաղտնիք, որը կարող էր փրկել կյանքներ, բայց ձեր պաշտոնը արգելում էր խոսել, դուք ինչ կընտրեիք։ Բայց ամենածանր ճշմարտությունը թաքնված էր ոչ թե պաշտոնական արխիվներում, ոչ թե ստորգետնյա սենյակներում, այլ Ֆադեյ Սարգսյանի տանը, նրա ընտանիքի սրտերում, եւ հենց այստեղից բացվում է այն մասը պատմության, որը շատերը չգիտեին կամ չէին ուզում լսել։ Ֆադեյ Սարգսյանի դուստրը, ով 35 տարի հետո համաձայնվեց խոսել մեզ հետ, հիշում է իր հոր վերջին գիշերները սովորական մարդու կերպով, ոչ թե որպես կառավարության նախագահ, այլ որպես տատանվող, կոտրված հոգով անձ, ով փնտրում էր մխիթարություն գիտելիքում, որը նրան
սպանում էր։ Երբ Ֆադեյ Սարգսյանի անձնական բժիշկը նայում էր լաբորատոր վերլուծությունների արդյունքներին 1986 թվականի ապրիլին, նրա ձեռքերը սկսեցին դողալ, սրտի լրացուցիչ բեռնվածության ցուցանիշները կրկնապատկվել էին վերջին 6 ամսում։ Ճնշումը թռչում էր 130-ից մինչ 190, իսկ գիշերային քնի տողությունը նվազել էր 3 ժամի։ Բժիշկը տեսել էր բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր տառապում էին սթրեսից, ծանրաբեռնվածությունից, բայց Ֆադեյի դեպքում տվյալները խոսում էին ուրիշ բանի մասին, ոչ թե պարզ հոգնածության, այլ համակարգված ինքնաոչնչացման մասին։ Մարմինը բողոքում էր, բայց գլուխը հրաժարվում էր լսել։ Հրամայված դեղամիջոցների ցանկը պարունակում էր նյութեր, որոնք նախատեսված էին միայն կրիտիկական հիվանդների համար։ Ուժեղ հանգստացնողներ, սրտային ստիմուլյատորներ, անկնության դեմ պրեպարատներ, որոնք սովորաբար չէին նշանակվում 45 տարեկան առողջ մարդու համար։ Բժիշկը փորձեց զգուշացնել, որ այս ճանապարհը տանում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի անդարձ կործանում։ Բայց Ֆադեյը միայն նայեց նրան, խոսեց հանգիստ, գրեթե անտարբեր ձայնով. «Գիտեք, դուք շտկում եք ախտանիշները, բայց ես արդեն մեռած եմ։ Ես մեռա այն օրը, երբ հասկացա, որ գիտությունը պարտվում է քաղաքականությանը, ես դարձա այդ պարտության խորհրդանիշը»։ Այդ խոսքերը հնչեցին ապրիլի 22-ին, երբ դեռ մնում էր մոտ 1 տարի մինչ աղետը։ Ինչ էր կրում այդ մարդը ներսում, որ այդքան վաղ արդեն իրեն համարում էր մահացած, ինչպիսի գիտելիք էր այդքան ծանր, որ մարմինը հրաժարվում էր գործել։ Բժիշկը, ով այժմ խոսում է մեզ հետ անանուն մնալու պայմանով, հիշում է հետագա այցերի ընթացքում Ֆադեյի ֆիզիկական դեգրադացիայի դինամիկան։ 1986 թվականի ամռանը Ֆադեյի մազերը, որոնք մինչ այդ լինում էին թեթ մոխրագույն, դարձան ամբողջովին սպիտակ 3 ամիսների ընթացքում դեմքը սկսեց ձեռք բերել խորը կծկումներ, հատկապես ճակատի աչքերի շուրջ, որտեղ մաշկը քաշվել էր ներք, ասես ծանրություն ամեն գիշեր քաշում էր այն դեպի երկիր։ Ավելին, Ֆադեյի քայլքը փոխվեց։ Երիտասարդության ժամանակվա վստահ քայլերից դեպի դանդաղ, զգուշավոր շարժումներ, կարծես յուրաքանչյուր քայլ պահանջում էր որոշում ջանք։ Աչքերը, որոնք մինչ այդ ճառագում էին հետաքրքրությամբ էներգիայով, դարձան խորը, մթագնած, դատարկ, ինչպես մարդու, ով տեսել է դժոխքը, այլևս չի հավատում լույսին։ Այս ֆիզիոլոգիական փոփոխությունները տեսանելի էին բոլորին, ովքեր աշխատում էին Ֆադեյի հետ, բայց ոչ ոք չհամարձակվեց բացահայտ խոսել այդ մասին։ Մի նախկին քարտուղար հիշում է. «Երբ նա մտնում էր ժողովի դահլիճ, մենք բոլորս զգում էինք, թե ինչպես է մթնոլորտը դառնում ծանր։ Նրա ներկայությունը չէր ներշնչում հանգստություն կամ վստահություն, այլ տագնապ, ասես նա կրում էր ինչ-որ անտեսանելի բեռ, որը մեզ բոլորիս սեղմում էր»։ Կառավարության նիստերի ընթացքում, երբ Ֆադեյը պետք է ներկայացներ հաշվետվություններ կամ որոշումներ, նրա ձայնը հնչում էր մեխանիկորեն, կարծես կարդում էր ինչ-որ օտար տեքստ, որը չուներ կապ իր իսկ մտքերի հետ։ Միայն երբ թեման շոշափում էր սեյսմոլոգիան կամ շինարարական ստանդարտները, Ֆադեյի ձայնը փոքր-ինչ ուժեղանում էր, բայց միանգամից անհետանում էր, կարծես նա իրեն հիշեցնում էր, որ խոսելու իրավունք չունի։ Ավելի քան 10 անգամ ընթացքում նիստերի, երբ քննարկվում էր բնակարանաշինության ծրագիրը Սպիտակի Լենինականի համար, Ֆադեյը բացեց բերանը մի բան ասելու, բայց հետո փակեց այն առանց խոսքի, ինչպես մարդ, ով հասկանում է, որ նրա բառերը մեռած են հենց ծնվելուց առաջ։ Բայց ամենավախեցնողը պատահեց 1987 թվականի սեպտեմբերին, երբ Ֆադեյի անձնական օգնականը մտավ նրա աշխատասենյակ, գտավ նրան նստած գրասեղանի մոտ, աջ ձեռքը սեղմած դեպի կրծքավանդակը, դեմքը լի սպիտակ քրտինքով։ Օգնականը վախեցավ, որ սրտի կաթվածը տեղի ունեցել, անմիջապես կանչեց շտապ օգնության բժիշկներին, բայց երբ բժիշկները ստուգեցին Ֆադեյին, նրանք չգտան սուր սրտամկանային խնդիրների նշաններ, միայն ծայրահեղ սթրես-սարսափի վիճակ, որը համարժեք էր սրտի կաթվածի սիմուլյացիային։ Ֆադեյը հրաժարվեց հիվանդանոց տեղափոխվել, նա միայն խնդրեց մի բաժակ ջուր կես ժամ մենակ լինելու հնարավորություն։ Երբ օգնականը վերադարձավ, Ֆադեյը նստած էր պատուհանի մոտ, նայում էր դեպի երանի տանիքները, նրա աչքերում արտահայտված մի հաստատված հանգստություն, որը ավելի սարսափելի էր, քան նախկին սարսափը։ Օգնականը հարցրեց, թե ինչ պատահեց, իսկ Ֆադեյը պատասխանեց միայն. «Ես տեսա սեյսմոգրաֆիկ տվյալները նորից, եւ հասկացա, որ ես չունեմ ավելի ժամանակ, ավելի ճիշտ, նրանք չունեն ավելի ժամանակ»։ Ո՞վ էին նրանք, որոնց մասին խոսում էր Ֆադեյը։ Սպիտակի Լենինականի բնակիչներ, ովքեր շարունակում էին ապրել իրենց սովորական կյանքով, չգիտենալով, որ հողը իրենց ոտքերի տակ արդեն նախապատրաստվում էր կործանման, թե՞ կառավարության անդամները, ովքեր հավատարմորեն կատարում էին Մոսկվայի հրահանգները, չմտածելով սեյսմիկ հետանքների մասին, կամ թերս իր ընտանիքը, մարդիկ, ովքեր ապրում էին նրա հետ մի նույն տանիքի տակ, բայց տեսնում էին միայն թաքնված ճակատագիրը, ոչ թե իսկական տառապանքը։ Այդ սեպտեմբերյան դրվագից հետո Ֆադեյի վարքագիծը փոխվեց վերջնականապես։ Նա դադարեց մասնակցել սոցիալական միջոցառումներին, բացակայում էր կուսակցական ժողովներից առողջական պատրվակներով։
Իսկ երբ հարկադրված էր հանդես գալ հանրային տեղերում, նրա դեմքը կրում էր արտահայտություն մարդու, ով պարտադիր կատարում է իր դերը, գիտենալով, որ բեմում շուտով կփլատակվի։ Բայց Ֆադեի անձնական մատյաններում, որոնք փակված էին 30 տարի, բացվեցին միայն 1996 թվականին, մենք գտանք գրառումներ, որոնք բացահայտում են նրա ներքին ցավի իսկական խորությունը։ 1987 թվականի հոկտեմբերի 11-ին նա գրեց. «Ամեն գիշեր, երբ փակում եմ աչքերս, լսում եմ երկրաշարժի ձայնը, ոչ թե այն երկրաշարժը, որը արդեն տեղի է ունեցել, այլ այն, որը դեռ գալու է, եւ գիտեմ, որ երբ այն գա, մարդիկ կմեռնեն, քանի որ ես ընտրեցի լռությունը, ես ընտրեցի իմ անվտանգությունը նրանց կյանքերի փոխարեն։ Ինչով ես տարբերվում մարդասպանից»։ Ավելին, հոկտեմբերի 15-ին նա գրեց. «Հիշում եմ յուրաքանչյուր գրաֆիկ, յուրաքանչյուր տվյալ, յուրաքանչյուր ալիք, որ նախազգուշացնում էր վտանգի մասին։ Եվ հիշում եմ յուրաքանչյուր պահ, երբ կարող էի խոսել, չխոսեցի, հիմա շատ ուշ է, կամ թերս, դեռ կա մի փոքր ժամանակ, բայց ինչու պետք է ինձ հավատան այժմ, երբ ես լռեցի այդքան երկար»։ Այս խոսքերը ցույց են տալիս Ֆադեյ Սարգսյանի ներքին պայքարը, ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մարդ, ով հասկանում է իր պատասխանատվությունը, անկարողությունը միաժամանակ, նա գիտեր ճշմարտությունը, բայց համակարգը արգելեց նրան արտահայտել այն։ Նա ուներ փաստաթղթերը, բայց իր պաշտոնը արգելեց նրան օգտագործել դրանք, նա տեսնում էր աղետի մոտենալը, բայց սոցիալական պաշտոնական ճնշումը արգելեց նրան զգուշացնել ժողովրդին, եւ այժմ 86 տարեկան հասակում նրա մարմինը դադարում էր դիմանալ այդ հուսահատությանը։ Ֆիզիկական աղետը հետում էր հոգեկան աղետին, քանի որ մարդը չի կարող երկար ապրել կրկնակի կյանքով, երբ արտաքինը հակասում է ներքինին, երբ պաշտոնական դերը հակասում է անձնական համոզմանքներին։ Ուրեմն դուք հիմա պետք է հարցնեք, եթե Ֆադեյ Սարգսյանի մարմինը արդեն տանջվում էր, եթե նրա գլուխը արդեն հասկանում էր անխուսափելիությունը, ինչու նա չընտրեց վերջնական քայլը, հրապարակային հայտարարություն, մամլո ասուլիս, գաղտնի փաստաթղթերի բացահայտում, ինչու նա շարունակեց ծառայել համակարգին, նույնիսկ երբ գիտեր, որ այդ ծառայությունը կբերի աղետի։ Պատասխանը կարող է գտնվել ոչ թե Ֆադեյի բնավորության մեջ, այլ այն համակարգի կառուցվածքի մեջ, որտեղ նա ապրում էր, համակարգ, որը ոչնչացնում էր ամեն ձայն, որը չհամապատասխանում էր պաշտոնական գիծը, բայց մենք դեռ չենք խոսել առավել սարսափելի փաստերի մասին, որոնք թաքնված էին արխիվների խորքում, փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Ֆադեյը միակը չէր, ով գիտեր վտանգի մասին, կային ուրիշներ, հատուկ խումբ, որոնք պահում էին գաղտնիքը ավելի մեծ պատճառների համար։ Երբ հատուկ հանձնաժողովը մտավ Երանի Սեյսմոլոգիական ինստիտուտի արխիվային սենյակ 1991 թվականի մարտին, 3 տարի աղետից հետո, նրանք հայտնաբերեցին, որ ամբողջ դարակներ դատարկ էին։ Պաշտոնական գրանցամատյանը ցույց էր տալիս, որ 300-ից ավելի սեյսմոգրաֆիկ ժապավեններ պետք է պահպանվեին այդտեղ, ծածկելով ժամանակահատվածը 1976-ից մինչ 1988 թվականները, բայց հանձնաժողովը գտավ միայն 56 ժապավեն, մնացածը անհետացել էր առանց պաշտոնական արձանագրության։ Արխիվի նախկին պահակը, որը դեռ աշխատում էր այդ պահին, չկարողացավ բացատրել, թե երբ ինչպես կորան այդ ժապավենները։ Նա միայն հիշում էր, որ 1988 թվականի դեկտեմբերի 12-ին, 5 օր աղետից հետո, մի ռազմական մեքենա եկավ, 3 սպաներ տարան մեծ տուփեր, իսկ նրան պատվիրեցին չգրանցել այդ դուրսբերումը։ Երբ նա հարցրեց, ով է տվել հրամանը, սպաները միայն ցույց տվեցին պաշտոնական կնիկ Հայաստանի ԿԳԲ-ի անվանումով։ Ինչու գաղտնի ծառայությունները հանեցին սեյսմոլոգիական տվյալները հենց աղետից հետո, ինչ էր այդ ժապավենների վրա, որ չպետք է մնար պաշտոնական արխիվներում։ Հանձնաժողովի անդամներից մեկը, ով այժմ խոսում է մեզ հետ անանուն մնալու պայմանով, հիշում է, որ երբ նրանք հարցաքննեցին ԿԳԲ-ի ներկայացուցչին, պատասխանը եղավ կարճ, անհստակ, այդ նյութերը տեղափոխվեցին Մոսկվա ավելի մանրակրկիտ վերլուծության համար, դրանք դասակարգված են որպես գաղտնի, հասանելի չեն տեղական հանձնաժողովներին։ Բայց երբ Մոսկվային ուղարկվեց պաշտոնական հարցում այդ նյութերի մասին, պատասխանը եղավ. մենք տվյալներ չունենք այդպիսի ժապավենների մասին, կամ նրանք երբեք չեն ստացվել, կամ դրանք կորել են տեղափոխման ընթացքում։ Այսպիսով 300 ժապավեններ, որոնք կարող էին բացահայտել ճշմարտությունը Սպիտակի երկրաշարժի կանխատեսելիության մասին, անհետացան առանց հետքի։ Բայց կա ավելի սարսափելի մանրամասն, երբ հանձնաժողովը ուսումնասիրում էր մնացած 56 ժապավենները, նրանք նկատեցին տարօրինակ մանրամասն, յուրաքանչյուր ժապավենի վրա առկա էր փոքր կարմիր պիտակ, որի վրա գրված էր ստուգված հաստատված, ով վստուգեց այդ ժապավենները, ինչու հենց այս ժապավենները մնացին, իսկ մյուսները հանվեցին։ Պատասխանը գտնվեց 1 տարի անց, երբ նախկին ինստիտուտի գիտաշխատող, ով արտագաղթել էր Ֆրանսիա, համաձայնվեց տալ հարցազրույց։ Նա պատմեց, որ 1987 թվականի
Նոյեմբերին մեկ ամիս առաջ աղետից ինստիտուտում ստեղծվեց հատուկ խումբ, բաղկացած 5 մարդուց, ովքեր ստացան հատուկ հանձնարարություն ստուգել բոլոր սեյսմոգրաֆիկ արխիվները, մաքրել այն տվյալները, որոնք կարող էին սարսափեցնել հանրությանը։ Պաշտոնապես այս աշխատանքը կոչվում էր գիտական ստանդարտիզացիա, բայց իրականում դա էր ցենզուրա, հեռացնելով բոլոր այն տվյալները, որոնք ցույց էին տալիս սեյսմիկ վտանգի բարձր մակարդակը։ Այդ 5 անձանցից մեկը եղել է Ֆադեյ Սարգսյանի անմիջական օգնականը Սեյսմոլոգիական ինստիտուտում 1970-ականներին, մարդ, ով ճանաչում էր նրան անձնապես վստահում էր նրա գիտական ճշտությանը, երբ այս օգնականին հանձնարարեցին մասնակցել մաքրման խմբին, նա սկզբում հրաժարվեց, բայց հետո ստացավ անձնական հեռախոս զանգ, ուղղակիորեն Մոսկվայից, որտեղ նրան բացատրեցին, որ հրաժարվելը հավասարազոր է համարվելու կուսակցական անհավատարմությանը կարող է հանգեցնել լուրջ հետանքների։ 1988 թվականի նոյեմբերի 23-ին, երբ Ֆադեյ Սարգսյանի անձնական պահակը բացեց կառավարության շենքի ստորերկրյա հարկի դուռը, հատուկ արտոնագրով, նա գտավ իր պետին նստած հին մետաղյա աթոռի վրա, պատերի կողքին, ձեռքերը սեղմած գլխին։ Մարմինը թրթռում էր, դա երրորդ գիշերն էր անընդմեջ, երբ Ֆադեյը քնում էր այս ստորգետնյա արխիվում, ոչ թե տանը, ոչ թե աշխատասենյակում, այլ այստեղ, փաստաթղթերի գաղտնի սեյսմոգրամների մեջ, կարծես փնտրում էր պատասխան հարցի, որը երբեք չէր գալու։ Պահակը մոտեցավ։ Զգուշորեն տեսավ, որ Ֆադեյի ոտքերի շուրջ ցրված էին տասնյակ թերթեր, բոլորը նշված կարմիր գծերով, մագնիսաֆոնի ժապավեններ, կտրված կրկին միացված ցեցով, մի փոքր նոթատետր, որի վերջին էջում գրված էր «Ես գիտեի, բոլորս գիտեինք, բայց ով պատասխանատու է լռության համար, նա, ով լռել է, թե նա, ով ստիպել է լռել»։ Պահակը հարցրեց, պետք է արդյոք վերադառնա տուն, իսկ Ֆադեյը նայեց նրան այնպիսի հայացքով, որը Պահակը երբեք չէր մոռանա, դա էր մարդու աչքերը, ով արդեն տեսել է իր վախճանը, գիտի, որ ամեն ինչ անիմաստ է։ Տուն, հրկիզեց Ֆադեյը։ Բառի իմաստը կորցրեց այն օրը, երբ ես ընտրեցի պաշտոնը մարդկության փոխարեն։ Բայց այս գիշերը տարբեր էր նախորդներից, Պահակը նկատեց, որ Ֆադեյի հետ նույն ստորգետնյա սենյակում էր մեկ ուրիշ մարդ, պատերի մթության մեջ, դեմքը չհասկացվող, բայց ձայնը բարձր սպառնալից, երբ Պահակը փորձեց մտնել, այդ անծանոթը հրամայեց նրան հեռանալ։ Ֆադեյը անձամբ հաստատեց. Թողեք մեզ մենակ, սա չի վերաբերում ձեզ, դուք երբեք չէիք պետք գիտեք, թե ինչ է ձեռնարկվում այստեղ։ Պահակը հեռացավ, բայց մնաց դրան հարակից սենյակում, լսեց զրույցի ուրվագծերը, բաղկացած սպառնալիքներից, մերժումներից, ի վերջո Ֆադեյի դառն ծիծաղից, որը հնչում էր ավելի շատ լաց, քան ուրախություն, անծանոթը ասաց. Դուք չեք կարող փոխել որևէ բան, համակարգը ավելի ուժեղ է, քան ձեր խղճմտանքը, եթե խոսեք, ոչ ոք չի հավատա, իսկ դուք կորցնեք ամեն ինչ, պաշտոնը, անվտանգությունը, նույնիսկ ընտանիքը, մտածել եք, թե ինչ կլինի նրանց հետ, երբ դուք դառնաք հանրապետական դավաճան։ Ֆադեյի պատասխանը եղավ խուլ անորոշ։ Եվ ինչ կլինի նրանց հետ, երբ հողը սկսի ցնցվել, երբ տները փլատակվեն, երբ նրանք գտնեն իմ գաղտնի արխիվը, հասկանան, որ ես գիտեի ամեն ինչ 1 տարի առաջ, որ մահն է ավելի դառն, լռության համար, թե խոսելու համար։ Հեռացող քայլերի ձայնը լսվեց, Պահակը տեսավ անծանոթի ստվերը, բարձրահասակ, լայն ուսերով, հագնված մութ պալտո, որը անհետացավ ստորգետնյա միջանցքի խավարի մեջ։ Հաջորդ առավոտ, նոյեմբերի 24-ին, Ֆադեյ Սարգսյանը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն կառավարության նիստերի դահլիճում, բայց չհայտարարեց թեման, երբ 6 հոգանոց խումբը հավաքվեց, ներառյալ պլանավորման կոմիտեի փոխնախագահը, շինարարության նախարարը, 3 այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆադեյը փակեց դուռը, դրեց սեղանի վրա հաստ թղթապանակ, նշված կարմիր կնիքով, հույժ գաղտնի։ Նա խոսեց 20 րոպե, այդ 20 րոպեն փոխեց ամեն ինչ։ Նա ցույց տվեց սեյսմոգրաֆիկ տվյալները 1986 86-87 թվականներից, ցույց տվեց, թե ինչպես են փոքր ալիքները հաճախել սպիտակի հարակից հատվածներում, նախազգուշացնելով մեծ աղետի մասին, ցույց տվեց նամակագրությունը Մոսկվայի սեյսմոլոգիական կենտրոնի հետ, որը մերժել էր նրա մտահոգությունները որպես գերագնահատված, ցույց տվեց շինարարական նորմերի հաշվետվությունները, որոնք բացահայտորեն անտեսել էին սեյսմիկ անվտանգության պահանջները, արագության անունից, եւ ամենավերջում ասաց խոսքեր, որոնք հետո կրկնեց այդ խորհրդակցության յուրաքանչյուր մասնակիցը։ Երբ հարցաքննվեցին աղետից հետո, մենք բոլորս գիտենք, որ մեծ երկրաշարժը գալու է, հարցն այն չէ, արդյոք կլինի, այլ երբ կլինի, եւ երբ դա տեղի ունենա, մարդիկ կհարցնեն, ինչու մենք չարինք ոչինչ, ինչ պատասխան կտանք, որ Մոսկվան չի հավանել մեր զեկույցները, որ բյուջեն բավարար չէր ամրացնելու շենքերը, որ մենք վախենում էինք սարսափեցնել ժողովրդին։ Սենյակը լռեց երկար վայրկյաններ, հետո շինարարության նախարարը, մարդը, ով անձամբ ստորագրել էր շինարարական թույլտվությունները Սպիտակի բազմաբնակարան շենքերի համար, կանգնեց, խոսեց.
Ընկեր Սարգսյան, մենք հասկանում ենք ձեր մտահոգությունը, բայց դուք պետք է հասկանաք, որ մեր ձեռքերը կապված են, եթե մենք այժմ հրապարակենք այս տվյալները, սա կստեղծի տարածաշրջանային խուճապ, մարդիկ կսկսեն լքել իրենց տները, տնտեսությունը կկործանվի։ Մոսկվան կդատապարտի մեզ որպես խառնաշփոթ սերմանող, ավելին, մենք չունենք ռեսուրսներ ամրացնելու բոլոր շենքերը, նույնիսկ եթե սկսենք այժմ, դա կտի 5 տարի նվազագույնը, Ֆադեյը նայեց նրան պատասխանեց, ձայնը խիստ բայց հանգիստ։ Ուրեմն դուք առաջարկում եք ոչինչ չանենք, շարունակենք կառուցել անապահով շենքեր, շարունակենք թաքցնել տվյալները, սպասենք, մինչ հողը բացվի կլանի մեր լռությունը հազարավոր մարդկանց հետ միասին, արդյոք այդ է մեր պատասխանատվության իմաստը։ Բայց պլանավորման փոխնախագահը միջամտեց ավելի պաշտպանական տոնով. Ֆադեյ Արտաշիչ, մենք չենք ասում ոչինչ չանենք, մենք առաջարկում ենք գործել համակարգված հանգիստ, մենք կարող ենք ստեղծել հատուկ կոմիսիա, որը կսկսի գնահատել ռիսկերը, առանց հրապարակայնության, կարող ենք աստիճանաբար ամրացնել ամենավտանգավոր օբյեկտները։ Բայց ամեն ինչ պետք է արվի լուր հանգիստ, Ֆադեյը փակեց իր թղթապանակը ասաց վերջին խոսքերը, որոնք կհետապնդեն այդ մարդկանց մնացած կյանքի ընթացքում։ Լուր հանգիստ, ուրեմն մենք շարունակում ենք լռել, եւ երբ աղետը գա, ամեն ինչը արդեն կլինի չափազանց ուշ։ Խորհրդակցությունը ավարտվեց առանց որոշման, առանց արձանագրության, առանց հետագա քայլերի, յուրաքանչյուր մասնակից հեռացավ դեպի իր աշխատասենյակ, իր բեռը գրելով, իր անհանգստությունն առանձին թաքցնելով, բայց այդ օրվանից սկսած, Ֆադեյ Սարգսյանի դեմքը դարձավ ավելի սպիտակ, ավելի մեկուսի, ավելի խոր հայացքով, կարծես նա արդեն տեսնում էր ապագան, գիտեր, որ իր խոսքերը չեն կարողացել փոխել որևէ բան, նա մտավ իր աշխատասենյակ, փակեց դուռը, անցավ դեպի իր անվտանգության տուփը այնտեղ, որտեղ պահվում էին գաղտնի սեյսմոգրամները, նա վերցրեց դրանք դրեց իր անձնական պայուսակի մեջ, եթե համակարգը չէր ցանկանում լսել, եթե իր գործընկերները ընտրում էին լռությունը, ապա նա պահելու էր այդ փաստաթղթերը որպես վկայություն, մի օր, երբ ճշմարտությունը պահանջի իր տեղը։ Բայց խորը ներսում նա գիտեր, որ այդ օրը կգա շատ ուշ, երբ արդեն բոլորը մեռած կլինեն, երբ գաղտնիքը կդառնա անիմաստ արձանագրություն պատմության էջերում։ Երբ Ֆադեյի կինը գտավ նրան այդ երեկո նստած իր տան գրադարանում, ձեռքը պահած մի հին նոթատետր, նա տեսավ արտասուքի հետքեր նրա ծերացած դեմքի վրա, առաջին անգամ 20 տարվա ընթացքում նա տեսավ իր ամուսնուն լացող, կինը հարցրեց, ինչ է տեղի ունեցել, իսկ Ֆադեյը միայն ձեռքը դրեց նրա ուսին խոսեց, ձայնը խռպոտ անորոշ. Մենք բոլորս մեղավոր ենք, բայց ես ավելի քան մյուսները, քանի որ ես գիտեի, ես չկարողացա փրկել նրանց, իսկ դա մեղքն է, որը երբեք չի ներվում։ Կինը փորձեց հանգստացնել նրան, բայց նա զգում էր, որ խոսքերը անիմաստ էին, Ֆադեյը պահպանում էր գաղտնիք, որը չափազանց ծանր էր կիսելու, եւ այդ գաղտնիքը տանում էր նրան դեպի անդունդ, աստիճանաբար օր առ օր, մինչ մի ամիս անց, երբ հողը սկսեց ցնցվել, բոլոր նրա խղճմտանքները վերածվեցին արդարացման անկարողության։ Բայց ով էր այդ անծանոթ մարդը, ով այցելեց Ֆադեյ Սարգսյանին նոյեմբերի 23-ի գիշերը ստորգետնյա արխիվում, ով էր այդ ձայնը, որը սպառնում էր նրան արգելում խոսել, եւ ամենակարևորը, ինչպես էր կապված այդ մարդը ավելի լայն ցանցի հետ, որը վերահսկում էր տեղեկատվությունը Սպիտակի մասին։ Դուք հիմա պետք է հարցնեք, արդյոք Ֆադեյ Սարգսյանը իրոք անզոր էր, թե նա ընտրեց լռությունը, որովհետև դա ավելի հեշտ էր, քան կռիվը, եւ եթե դուք լինեիք նրա տեղում, ունենալով նույն գիտելիքը, նույն սպառնալիքները, նույն համակարգի ճնշումը, կարող էիք ավելին անել։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ը, ժամը 11:30 առավոտյան, Ֆադեյ Սարգսյանը արթնացավ իր տանը, Երանի Սայաթ Նովայի պողոտայի 206-րդ շենքի 3-րդ հարկում, նույն տեղը, որտեղ ապրել էր 20 տարի։ Նա նայեց ժամացույցին, հասկացավ, որ ուշացել է աշխատանքից առաջին անգամ իր կարիերայի ընթացքում, բայց այդ առավոտ նա չզգաց սովորական անհանգստությունը կամ պարտականության զգացումը, փոխարենը նա զգաց տարօրինակ հանգստություն։ Կարծես մի բան հիմնականորեն փոխվել էր, կարծես որոշումը արդեն կայացվել էր, ոչ թե նրա կողմից, այլ ինչ-որ ավելի բարձր ուժի կողմից։ Նա վեր կացավ, փորձեց հագնվել, բայց զգաց, որ ձեռքերը դողում են, ոչ թե վախից, այլ ակնկալումից։ Նա նստեց նախաճաշը, միայն մի բաժակ թեյ, հացը մնաց անհարված, կինը նկատեց, որ նա շատ լուռ է, շատ խորհրդածու, բայց չհարցրեց, արդեն վարժված էր նրա մտածողական լռությանը։ Ֆադեյը նայեց պատուհանից դեպի Երանի տանիքները։ Ծածկված առավոտյան թույլ մառախլով մտածեց, արդյոք սա վերջին անգամն է, երբ տեսնում է այս տեսարանը, տարօրինակ մտքեր էին, նա փորձեց հեռացնել դրանք, բայց դրանք վերադառնում էին կատաղի անխուսափելի, նա վերցրեց իր պայուսակը, որտեղ պահում էր գաղտնի սեյսմոգրամները, դրեց այն դռան մոտ, կինը հարցրեց, ինչու է տանում տուն աշխատանքային փաստաթղթերը, իսկ Ֆադեյը միայն ժպտաց, դառն ժպիտով ասաց.
Եթե ինչ-որ բան տեղի ունենա, դուք պետք է գիտեք, որ այս փաստաթղթերը ամենակարևորն են, պահեք դրանք, չտաք ոչ ոքի, մի օր, երբ ճշմարտությունը պահանջվի, դուք կիմանաք, ինչ անել դրանց հետ։ Կինը չհասկացավ, բայց խոստացավ, Ֆադեյը համբուրեց նրան ճակատին, ավելի երկար, քան սովորաբար, ասաց. Ներիր ինձ, ներիր բոլոր այն բաների համար, որոնք ես չկարողացա փոխել։ Հետո նա հեռացավ, առանց նայելու ետ, առանց բացատրության, առանց հուշերի, կինը մնաց կանգնած դռան մոտ, անհասկանալի զգացումով, կարծես նա հրաժեշտ տվեց նրան, ոչ թե մի օրվա, այլ ամբողջ կյանքի համար։ Ֆադեյը հասավ պլանավորման կոմիտեի շենք ժամը 12:20-ին, քարտուղարը նկատեց, որ նա չունի սովորական ճպրտությունը, չի ողջունում իր սովորական բարեկամական ձով, անմիջապես անցնում է դեպի իր աշխատասենյակ, առանց խոսքի։ Աշխատասենյակում նա նստեց իր սեղանի մոտ, տարածեց փաստաթղթերը, ոչ թե ընթացիկ հաշվետվություններ, այլ հին նոթատետրեր, սեյսմոգրաֆիկ գրաֆիկներ, նամակագրություն Մոսկվայի հետ, նա սկսեց ուշադիր ուսումնասիրել դրանք, վերջին անգամ, կարծես փորձում էր հիշել յուրաքանչյուր մանրամասն։ Յուրաքանչյուր տվյալ, յուրաքանչյուր զգուշացնող նշան, որը նա անտեսել էր կամ չկարողացել էր արտահայտել, նա հիշեց 1986 թվականի ապրիլը, երբ առաջին անգամ տեսավ անսպասելի ալիքները Սպիտակի շրջանում։ Հիշեց 86 թվականի հունիսը, երբ փորձեց զգուշացնել շինարարության նախարարին, բայց ստացավ պատասխան չափազանց ուշ է փոխելու ծրագրերը։ Հիշեց 87 թվականի սեպտեմբերը, երբ անծանոթ մարդը սպառնաց նրան ստորգետնյա արխիվում։ Հիշեց նոյեմբերը, երբ վերջին անգամ փորձեց համոզել կառավարական խորհրդակցությունը գործել, եւ հիմա դեկտեմբերի 7-ը, երբ ամեն ինչ արդեն կատարված էր, երբ բոլոր հնարավորությունները սպառված էին, նա նստում էր այստեղ սպասելով։ Ժամը 11:35, քարտուղարը մտավ հիշեցրեց, որ ժամը 12-ին նիստ է նախատեսված Գերագույն խորհրդի նախագահության հետ, Ֆադեյը ասաց, որ չի գնա, քարտուղարը զարմացավ, դա առաջին անգամ էր, երբ Ֆադեյ Սարգսյանը մերժում էր պաշտոնական նիստը։ Բայց Ֆադեյը միայն կրկնեց. Ես այլս չեմ գնա, ասեք նրանց, որ ես հիվանդ եմ, ասեք, որ ես հրաժարական եմ տալիս, ասեք, ինչ ուզեք, բայց ես այլս չեմ մասնակցի այդ կատակերգությանը։ Քարտուղարը հեռացավ, շշմած վախեցած, իսկ Ֆադեյը մնաց մենակ իր աշխատասենյակում, սպասելով ինչ-որ բանի, որը նա չգիտեր, ինչ է։ Ժամը 11:41-ին, երբ երկիրը սկսեց ցնցվել, Ֆադեյ Սարգսյանը նստած էր իր աշխատասենյակի պատուհանի մոտ, առաջին 10 վայրկյանում նա զգաց, թե դողը, կարծես երթուղային տրանսպորտը անցնում է փողոցով, բայց հետո դողը ուժեղացավ, արագ, անխուսափելի, ահագին, պատերը սկսեցին թրթռալ, լամպերը ջոջվել, սեղանի վրա գրքերը ընկնել, Ֆադեյը վեր կացավ, պահեց սեղանից, ոչ թե վախից, այլ ֆիզիկական անհրաժեշտությունից, նա նայեց պատուհանից դեպի քաղաքը, տեսավ, թե ինչպես են շենքերը սկսում տատանվել, ոմանք դիմանում են, ոմանք ճակվում են, ոմանք սկսում են փլատակվել, նա լսեց աղաղակները, տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ձայներ, որոնք միաձուլվեցին մեկ սարսափելի խորում, որը ծածկեց ողջ Երանը, եւ այդ պահին, երբ երկիրը ցնցվում էր 40 վայրկյանի ընթացքում, Ֆադեյ Սարգսյանը փակեց աչքերը, հանգիստ սպասեց, նա չփախավ, չպոռաց, չփորձեց փրկվել, նա միայն սպասեց, գիտենալով, որ սա էր այն պահը, որը նա նախատեսել էր, որը նա վախենում էր, որը նա չկարողացել էր կանխել։ Երբ ցնցումը դադարեց 40 վայրկյան անց, Ֆադեյը բացեց աչքերը, նրա աշխատասենյակը մնաց ամբողջական, Երանի կենտրոնը դիմացավ ցնցմանը ավելի լավ, քան հյուսիսային շրջանները, բայց նա գիտեր, ինչ է տեղի ունեցել 100 կիլոմետր հյուսիս Սպիտակում։ Լենինականում, Կիրովականում, նա գիտեր, որ այնտեղ շենքերը փլատակվել են, մարդիկ մնացել են փլատակների տակ, հազարավորներ մահացել են այն 40 վայրկյանի ընթացքում, նա գիտեր, քանի որ նա տեսել էր տվյալները 1 տարի, 2 տարի, 3 տարի առաջ։ Եվ նա գիտեր, որ սա էր նրա մեղքը, ոչ թե որովհետև նա առաջացրեց երկրաշարժը, այլ որովհետև նա չկարողացեց զգուշացնել, չկարողացեց փրկել, չկարողացեց փոխել համակարգը, որը արգելեց նրան խոսել։ Ֆադեյը նստեց իր աշխատասենյակում 3 ժամ, անշարժ, լուռ, միայն նրա ներսում աշխատում էր գլուխը, հաշվարկելով, վերլուծելով, մեղանչելով, երբ վերջապես եկավ նրա օգնականը, ասաց, որ պետք է հեռանա, որովհետև շենքում վնասվածքներ կան, կառուցվածքը վտանգավոր է, Ֆադեյը միայն գլուխը շարժեց, ժխտելով, նա մնաց նստած այնտեղ, պատուհանի մոտ, ձեռքերը ծալած սեղանի վրա, աչքերը ուղղված դեպի հյուսիս, դեպի Սպիտակը, որտեղ այդ պահին հազարավոր մարդիկ ճնշված էին փլատակների տակ, սպասելով փրկության, որը շատերի համար երբեք չէր գալու, եւ այնտեղ իր աշխատասենյակի լուռ մթնոլորտում Ֆադեյ Սարգսյանը վերջապես հասկացավ ճշմարտությունը, որը մինչ այժմ փորձել է ժխտել։ Նա չէր կարող փրկել նրանց, ոչ մեկը չէր կարող, քանի որ համակարգը, որը կառուցել էին նրանք բոլորը միասին, էր ավելի ուժեղ, քան որ է անհատական խղճմտանք, այդ համակարգի համար հազարավոր կյանքեր էին միայն թվեր, զոհեր անխուսափելի առաջընթացի,
որի դեմ կռիվը նշանակում էր իր սեփական ոչնչացումը, նա չէր կարողացել ընտրել մարդկությունը համակարգի շահի դեմ, այժմ երբ երկիրը դադարեց ցնցվել լռությունը վերադարձավ, նա նստած էր իր աշխատասենյակում, առանց արտասուքի, առանց ճիչի, առանց ազատագրման։ Միայն անվերջ, անբուժելի լռություն։